5 տարի առաջ այսօր մենք ազգովի մի սարսափելի լուր լսեցինք, որը մեր հայրենիքին ու պետությանը կանգնացրեց նոր եւ օրասական վտանգների առաջ։ Արժանապատիվ հայերը, ովքեր ապրում են պարտականության ու հայրենասիրության մեծ զգացումով, չեն կարողանում մոռանալ այն օրը, որը կարծես թե մեր իրականությունը գլխիվայր շուռ տվեց։ Այն մեր հիշողության մեջ վառ է մնացել եւ ամեն անգամ հիշելիս մեր մեջ զայրույթ է առաջանում, որովհետեւ այդ օրը եղավ այն օրը, երբ մենք հաղթանակած ազգից դարձանք պարտված ազգ եւ հաղթական մտածելակերպ կրելուց նորից սկսեցինք կրել պարտողական մտածելակերպ։ Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակից հետո մենք կարծես թե նոր էջ ենք բացել մեր հազարամյա պատմության համար, քանի որ այդ պատերազմը ցույց տվեց աշխարհին ու ողջ հայությանը, որ հայ ազգը ոչ միայն կարող է պայքարելով հաղթել ոսոխին, այլև հակահարձակման գնալով նաև ազատագրել իր պատմական հողերը։ Երկար ժամանակ կարծում էինք, որ մենք մեր պատմության խայտառակ պարտությունների էջը փակել ենք, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ին կատարված դավաճանությունը մեզ նոր փաստերի առաջ կանգնեցրեց։ Տեսանք, որ ինչպես նեոբոլշևիկները 90-ականներին չթողեցին, որ վերջնականապես լուծվի Արցախյան հարցը, Արցախը Հայաստանին ամբողջությամբ միացնելով, այնպես էլ այն նույն նեոբոլշևիկները 5 տարի առաջ մեր բանակի ու պետության մեջքին դավաճանաբար դանակ խրեցին, ստորագրելով մի խայտառակ ու նսեմացուցիչ փաստաթուղթ, որը ուղիղ սպառնալիք է հանդիսանում մեր անկախ պետականությանը։ Նոյեմբերյան հանցագործները շարունակում են իրենց հայրենադահ բոլշևիկ պապերի գործը, իսկ մենք հայ ազգայնականներս պարտավոր ենք շարունակել մեր ազատամարտիկների գործը, միշտ վառ պահելով նրանց անմահ հիշատակը։ Նրանց ազատատենչ օրինակները մեզ շարունակում են ոգևորել ու հուսադրել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք կարող ենք նորից ոտքի կանգնել, կրկին անգամ դառնալով մեր թշնամիների ահ ու սարսափը։ Նրանք մեզ ցույց են տվել, որ կյանքում կարևորը ոչ թե այն է, թե որքան ուժեղ ես կարողանում հարվածել, այլ այն, թե ինչպես ես կարողանում ուժեղ հարված ստանալուց հետո նորից ոտքի կանգնել, առաջ գնալ ու ավելի հուժկու հակահարված տալ թշնամուն։ Այն կուտակված զայրույթն ու ատելությունը, որը կրում ենք մեր մեջ, բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են նոյեմբերի 9-ի դավաճանության համար, պետք է ուղղեն կառուցողական նպատակների համար։ Այն պետք է մեզ էներգիա ու լիցք տա, որ մենք կարողանանք ողջամիտ քայլերով ապաշխարվել մեր պատմության առաջ։ Հենց դրա համար ստեղծեցի մեր շարժումը։ Հոսանքը այո, որպես կազմակերպություն, հիմնադրվել է մոտ 4 տարի առաջ, պատերազմից 1 տարի հետո, որի նպատակն է սկսել գալիք հայկական վերածննդի կայծը։ Հիմնադրվել է պատերազմից 1 տարի հետո, բայց այդ գաղափարը բեղմնավորվել է Արցախի խրամատներում, հենց նոյեմբերի 9-ին մեր ապագա վերելքին տալով նոր ավետիցներ։ Որքան են մեր թշնամիները ու հայադավները փորձեն մեզ ծնկի բերել ու ճնշել մեր դիմադրության ոգին, անդադար խոսելով իրենց կես խաղաղության օրակարգի մասին, միևնույն է, մենք ցեղակրոններս շատ լավ էլ գիտենք, որ այս կռիվը դեռ չի ավարտվել։ Այս պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ոչ միայն Արցախը նորից կազատագրվի ու կմիացվի Հայաստանին, այլև Ադրբեջանի կազմի մեջ գտնվող մեր բոլոր մյուս պատմական հողերը։ Մենք որևէ կասկած չունենք, որ երբ նորից սկսենք հավատալ մեր ներուժին, համախմբենք եւ կրկին դառնանք ուժի գործոն, մենք կկարողանանք ամբողջությամբ չեզոքացնել ոսոխի բոլոր վտանգները, այդ արեստացին, հանցագործ ու ահաբեկչական պետությանը մշտապես ծնկի բերած պահելով։ Նրանք որքան էլ փորձեն իրենց պարտավորականություն ու հանձնվելու գաղափարախոսությունը ներշնչել, հիպնոզի տակ պահելով մեր ազգին, չեն կարողանալու մեծ հայ կերտելու երազանքը մեր նմանների միջից անել, քանի որ այն շատ խորը ներդրված է մեր գեների մեջ։ Մենք պարտականություն ունենք նրանց հանդեպ, ովքեր եկել են մեզնից առաջ ու գալու են մեզնից հետո։ Այդ երազանքը մենք ժառանգել ենք մեր հերոս նախնիներից ու փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին, մինչև այն իրականություն դառնա։ Բոլոր նրանք, ովքեր քաջաբար զոհվել ու հերոսաբար նահատակվել են 44 օրյա դավադիր պատերազմում, ոչ միայն չեն մոռացվելու,
այլև մեր վճռական պայքարից բխած գալիք ազգային պետությունը կերտվելու է նրանց հիշատակի համար եւ նրանց արունով են ջրվելու մեծ հայկի վրա կանգնման սերմերը։ Շատերը մեզ կհամարեն երազող, ռոմանտիկ կամ ֆանատիկ, երբ մեր շուրթերից նման բաներ են լսում, բայց մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք դրա հետ։ Ավելի լավ է այդպիսին լինենք, քան մուրացող, վախկոտ, խղճուկ, ստրկամիտ ու դավաճան։ Մենք պարտավոր ենք կրել նույն հայամետ մտածելակերպը, որը մեր ազատամարտիկներն են կրել եւ որով հաղթել ու ազատագրել են Արցախը։ Նրանք նահատակվել են, մահացել են, բայց նրանց գաղափարն ու ոգին չեն մահացել ու չեն էլ կարող մահանալ։ Ոսոխը կարծում էր այս պատերազմով կարող էին սպանել մեր պայքարի ոգին, վերացնել մեր վաղեմի երազանքը եւ թերթել մեր պատմության վերջին էջը։ Սակայն նրանք գաղափար անգամ չունեն եւ փորձում են այդպես վարվել, իրականում հակազդեցություն են առաջացնում, որովհետեւ հենց այդ պահից կերտում են նոր ու ավելի վեհ պայքարի, նոր ու ավելի մեծ երազանքների, նոր ու ավելի փառավոր ապագայի սկիզբը։ Կարծում էին հայ ազգի վերջը լինելու, չգիտակցելով, որ նրանք անկախ իրենց կամքից առաջացնելու են հայկական մի նոր հզոր հոսանքի հակազդումը։ Այն, ինչ մեզ չի սպանում, միայն ավելի է ուժեղացնում։ 5 տարի առաջ պարտությունը գոնե մի լավ բան արեց։ Պատրեց շատերի դիմակները եւ մեր միջից զտեց պատեապաշտ կեղծ հայրենասերներին, որոնց համար ընդհանրապես կամ այդքան կարևոր չի եղել Հայաստանի փառքն ու պատիվը։ Նրանց նմաններին հիմա շատ ավելի հեշտ է տեսնել, քան երբևէ։ Ցույց տվեց, որ բոլորը հայրենասեր են մինչև այն պահը, երբ պետք է լինել հայրենասեր։ Դրա համար հենց հիմա է ժամանակը, որ իրական հայրենասերները համախմբեն եւ կազմակերպեն մեկ ազգային կառույցի ներքո եւ շարունակեն պայքարը, պատրաստվելով գալիք մեծ ճգնաժամին։ Բոլորին պարտավոր ենք ցույց տալ, թե ինչպիսին են լինում իրական հայ հայրենասերները, թե ինչպես են կարողանում Հայաստանի փառքի համար մեր գլուխը բարձր պահել ու շարունակել այդ պայքարը անկախ ամեն ինչից։ Մեր ազգը կանգնած է ջրբաժանի առջև, կամ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը, կամ ամբողջությամբ վերածնվելու է Հայաստանը, կամ անպատվորեն վերանալու ենք, կամ գրելու ենք մեր ժամանակակից պատմության ամենափառահեղ էջը։ 31 տարի առաջ մեր ազատամարտիկները իրենց կամքով, արյամբ ու զոհաբերությամբ կերտել էին հաղթանակ, իսկ մեր թշնամիները մեզնից գողացան այդ հաղթանակը դավաճանությամբ։ Այդ է պատճառով նրանք իրենց կեղծ հաղթանակը երկար չեն կարողանալու վայելել։ Գալու է հայ ազգի վրա իշխանության պահը, մոտ է մեր թշնամիներին պատճելու ժամանակը, անխուսափելի է հայ ազգի վերածնունդը։ Մեր դիրքորոշումը նոյեմբերի 9-ի վերաբերյալ շատ պարզ է։ Մենք մի օր առանց վարանելու, պատրելու, պատմության աղբանոցն ենք նետելու այդ չարաբաստիկ, հակահայկական ու խայտառակ փաստաթուղթը։ Թող մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցողները լավ իմանան, ոչ թե Հայաստանի օրերն են հաշված մնացել, այլ նրանց գերիշխանության ու բռնապետության օրերը։ Հայաստանը անկասկած ոտքի է կանգնելու ու ջախջախելու է իրենց սպառնալիք հանդիսացող բոլոր խավար ուժերին։ Որքան էլ փոխվեն ժամանակները ու տեխնիկապես զարգանա քաղաքակրթությունը, միևնույն է, տիեզերքի օրենքները չեն կարող փոխվել։ Ուժն է բնության առաջին օրենքը, ուժն է ծնում իրավունքը, ուժն է պտտեցնում աշխարհը։ Միայն ուժով կա հաղթանակ ու հայոց փրկություն։ Հետևաբար կոչ ենք անում ողջ աշխարհին, որ մենք չենք ընդունում հակահայ ուժերի օրակարգը, որն ուզում են փաթաթել մեր պետության պարանոցին։ Ոչ պարտվողականությանը, ոչ զիջումներին, ոչ հանձնվելուն։ Պայքարն ու դիմադրությունը շարունակում է ու կշարունակվի, մինչև հաստատվի արդարությունը ու հայ ազգը դուրս գա ավելի հզոր ու նորից հաղթանակած։ Մենք ենք տերը մեր հողի, մեր ապագայի եւ մեր ճակատագրի։ Փառք մեր զոհված քաջերի ու նահատակված հերոսների անմար հիշատակին, փառք մեր հայոց բանակին ու փառք մեր գալիք հաղթանակին։ Հայաստան զարթնիր։